Որպեսզի ծամիչ մկանները, լեզուն, այտերը լավ զարգանան, խորհուրդ է տրվում 4-5 տարեկան երեխաներին տալ մեծ խնձոր, մեծ գազար, որպեսզի երեխան կծի եւ լավ ծամելով զարգացնի ծամիչ մկանները։ Հաճախ նկատում ենք, որ երեխաներին օրինակ խնձոր տալիս կտրում են, մանրացնում են, կեղևը հանում են։ Իհարկե սա նաև շատ լավ տարբերակ է, բայց մենք լոգոպեդներս խորհուրդ ենք տալիս, որ մեծ կտորներով երեխան բացի բերանը կծի եւ ծամի մանրացնի սնունդը։ Հաճախ լսում ենք, որ երեխան օրինակ 5-6 տարեկան է, չի խոսում եւ ասում են թե, որ եթե կտրենք լեզվի սանձիկը, երեխան կսկսի խոսել։ Սա միֆ է, սիրելիներս։ Լեզվի սանձիկը կտրելով երեխայի խոսքը չի բացվի։ Երեխայի խոսքը կզարգանա, ավելի հստակ կասի հնչյունները, իհարկե, եթե կտրենք լեզվի սանձիկը։ Ավելի հաճախ լեզվի սանձիկի խնդիր առաջանում է ռ, ն, ր հնչյունները արտաբերելու համար։ Եթե կտրենք լեզվի սանձիկը, ապա այս հնչյունների արտաբերումը ավելի գեղեցիկ եւ հստակ կլինի։